table. Une émission proposée par Hype FM. Բարև սիրելի ունեցիներ, հայ լեզուն Ֆրանսայի մեջ ինչ ջագադակրի ենթարկված է, ինչ ճամփա անցած է եւ ինչպես կարելի է, արդյոք կարելի է վերագենտանացման լուծումներ տալ հայ լեզվին։ Խոսքը այս բարակային արեմդահայերենի մասին է հատկապես, քանի ինալ կոնցերն արգած ձեր հարցախույզումը, որուն արդյունքներուն եւս պիտի անդրադառնանք այսօր, եւ բնականաբար մեր հյուրերուն մեջ է Անահիտ Տոնաբետյանը ինալկոյի հայկական բաժնի երկար տարիներու պատասխանատու եւ նաեւ հայ լեզվի մասնակետ, բարի եկացեք, մեզ հետ է Գարավետ Թակեսյանը, նաեւ հայ լեզվի մասնակետ եւ Հրանտինք դպրոցի հայկական բաժնի պատասխանատու, բարի եկացեք, եւ Դիկրան Եկավյան, լրագրող, բարի եկացեք Դիկրան, եւ մենք մի դիսկսինք նախքան այս հարցախույզի մասին խոսիլը, որ 100 էջի ավելի է եւ հասանելի է բոլորին ցանցի ճանապարհով, Անահիտ Տոնաբետյան, ինչու եւ շատերը այդ հարցը կուտան, մենք ունենք ոչ թե երկու լեզու, մեկ լեզու, երկու տարբերակով, չեմ խոսի բնականաբար բարբառներու մասին, այն ինչ մնացած է որպես հիմնական տարբերակ արևմտահայերեն եւ արևելահայերեն, ինչպես այդ բաժանումը կատարված է մեր ժողովրդի պատմության մեջ։ Այո, գարձեմ դերևս սխալ է ասիգա բաժան, որպես բաժանում են բռնել, որովհետև ինչպես հիշեցիք բարբառներն ալգան, ուրեմն հայոց լեզուն շատ ավելի քան երկու տարբերակ ունի։ Միայն թե այն ընթացքին, երբ քրական լեզումը մշակվեցավ խոսակցական լեզվի աշխարհաբարի հիմքի վրա, քանի որ մինչև 18-րդ դարը միայն քրապարով գտասավանդեին հայերենը եւ քրապարը արդեն շատ հեռու էր առօրյա լեզվեն, ուրեմն 19-րդ դարուն այս ծրագիրը եղավ աշխարհապարը դարձնել քրական լեզու եւ այս ծրագիրը բնականաբար բադահեցավ երկու տարբեր վայրերու մեջ, որոնք կամատպատասխային էին երկու տարբեր գաստրություններու, ուրեմն արևելյան կողմը Թիֆլիսներ հայոց մշակույթային մայրաքաղաքը, եթե կրնանք այսպես արտահայտվել, եւ Օսմանյան գաստրության կողմը Կոնստանտինոպոլիսներ։ Ուրեմն այս ընթացքը կատարվեցավ հայ մտավորականներու կողմէ այս երկու քաղաքներու մեջ, հիմնվելով ասենք բարբառներու միջին, այսինքն բարբառախոսներու քաղաքի մթնոլորտի մեջ արդեն միջին լեզու ստեղծած լալու հանգամանքով, ուրեմն գսեն, որ արևմտահայերենը Կոնստանտինոպոլսո բարբառի վրա հիմնված է, բայց Կոնստանտինոպոլ բարբառը ինքնալ արդեն ասենք սնուցած է տարբեր բարբառները, որովհետև Կոնստանտինոպոլիս ապրողները ուրեմն Գարավետ Թակեսյանին հարցը տանք, որպես 20-րդ դարու Կոնստանտինոպոլսո նաև բնագիչ եւ այդտեղ ծնուտ արած, բայց պատմականորեն արդյոք այդպես բաժանում եղավ, որ ծրագրվեցավ, որոշվեցավ, թե արդեն որոշ այս արևմտահայերենը արդեն կխոսվեր որոշ տեղեր, այսինքն քրապարի փոխանակումն է, քրապարի հետ, թե արդեն գար այդ բաժանումը, այսինքն արևելահայերեն, արևմտահայերեն, որտեղ բարբառային տարբերություն չէ միայն, այլ նաև շարահյուսական, քերականական։ Ես լեզվի պատմության մասնակետը չեմ։ Ես որպես ուսուցիչ երևույթը, երբ որ գտիդեմ, քիչ մնալ պատմական ագնոցով, այն է, որ օսմանական կայսրության մեջ միջազգային հարաբերություններու հանգամանքի բերումով այս կայսրությունը, ուր մենք կաբրեինք մեծ համեմատությամբ, ուրեմն հարգադրաբար հարաբերությունները ստեղծեց արևմտյան աշխարհի հետ կամ լուսավորական շարժման հետ։ Ուրեմն մեր ժողովուրդը այդ քաղաքապարախոսական աշխարհահայացքային բացումը կատարեց եւ այս բացման, այս վերանորոգման համար անհրաժեշտ լեզուն եղավ արևմտահայերենը։ Եվ այս իմաստով է, որ արևմտահայերենը իմ կարծիքովս այս անձնական ենթագայական կարծիքը այն մշակութային հանգրվանն է, մեր ամբողջ մշակութային պատմության մեջ շատ կարևոր անկյունակ հարման է, որովհետև օսմանական կայսրությունը թեոկրատիկ վարչություն մներ
Եվ մենք հակառակ որ pedagogiություն չունեինք, շնորհիվ այս լեզվով, շնորհիվ մեր ջիքերով, մեր պետության բացակայության կգրկնեմ այս բանը, կընդգծեմ, մենք ստեղծեցինք դպրոցներու համագարկ, մինչև 2000 դպրոց կառուցեցինք, ուրեմն մենք մասնակցեցանք այդ շարժման, որ միևնույն դրոշ մտրավ մեր նկարագրին։ Տիգրան Եղավյան, երբ որ այսօր երիտասարդ որպես լրագրող հայ ընդհանրապես արևմտահայերենով հայերենը սորված, բայց շփումներու բերումով հայաստանցիներ Ֆրանսիայի մեջ կամ այցելություններ թեպի Հայաստան արևելահայերենը անցալելու արդյոք դժվարություններ ունիք դուք որպես լավ հայերեն խոսող մարդ եւ մենք պիտի անդրադառնանք Արցախի մեջ թե ինչ մագարտակի խոսողներ գրող չգրող եւ այդ հարաբերակցությունը հայ լեզվի հետ որպես առօրյա շփում, բայց ծեր բարակային արդյոք բաժանումը մեծ էր, վիհը մեծ էր, թե հեշտ կարելի է մեկեն մյուսին անցնել։ Չեմ կարծել, որ սիգա մեծ խոցունտոտ հանդիսանա, անոնք որոնք կդիրապետեն քրական հայերեն, անոնք որոնք արդեն մամլո լեզվի նկատմամբ ոչ քրական, այլ մամլո լեզվի նկատմամբ մասնավոր դժվարություն գտնեն, իսկ իմ բարակայից, այսինքն ցավոք, դժբախտաբար ես հայկական դպրոց չեմ հաճախացի մանկությանց մեջ եւ դակավին արա այսօր բագասություն մգսկամ։ Սակայն միջայդ ունեցած եմ ուրիշ բախտավորություն այն է, որ բզիկուս, այսինքն մեր ծնողքը մեզի ամեն տարի միջին արևելք տանեինք, գբերեինք, on այցելություն գնեինք հաճախագի եւ մեր լեզվի նկատմամբ գապը եղած է մարդկային, այսինքն եւ ոչ մտավորական, ոչ այլ դպրոցային։ Այդ իմաստով լեզուն եղած է աբրուստի արդյունքը, այսինքն եւ ոչ հարվեստական, այսինքն իրադարձություն։ Ադոր համար պետք է ասու վրա շեշտենք։ Կարով արևելայերեն եւ արևմտայերեն մեր մոտեցումը գարզիմ հիմք կա, այդ հիմքն է որ այսինքն քրական լեզուն կազմե Թյուրին գտարն։ Այո։ Անայտ Ունաբեդյան, այս հարցախույզը, որ ինալկոն պատրաստեց, ինալկոն երկու parով եթե գուզեք, որտեվ մեր ունգընտիրները լավ գիտեն ինալկոն ինչ է, բայց չիմացողներու համար երկու parով եւ հայկական բաժնի աշխատանքներու մասին եւ վերջ անդրադառնանք հարցախույզին։ Այո, ինալկոն ուրեմն համալսարանական հաստատությունն է, որ ուր 90, այսինքն հիմա գարձեմ նույնիսկ 100 լեզու կդասավանդվին եւ հայերենը առաջին 4 լեզուներն էր, որ դասավանդվեցավ այս հաստատության դեններս, արդեն Նապոլեոնի օրով, այսինքն շատ ոնց։ Ուրեմն բացի հայերենի դասավանդման ծրագրը, որ թույլ կտա եւ լիսանս եւ մաստեր ձեռք բերել եւ նաեւ դոկտորա, ուրեմն ունինք հետազոտական խումբը, որ կսպաղի ընդհանուր լեզվաբանությամբ եւ որուն մեջ մենք հայագետներս կգտնվենք եւ այդ խումբեն ներս է որ այս հետազոտությունը կատարվեցավ։ Հետաքրքրական երևույթ կա, որ ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսայի լեզուներու վարչությունը կա, որ արևմտահայերենը կնկատի որպես ֆրանսայի լեզուներեն մեկը։ Այո, ասիկա եղավ, երբ 90-ական թվականներուն կառավարությունը ուզեց, որ Ֆրանսան ընդունի եվրոպական խորհրդի փոքրամասնության լեզուներու ուխտը, Charte européenne des langues régionales et minoritaires։ Այնադեն ուրեմն ցանկը պատրաստվեցավ Ֆրանսիայի փոքրամասնության լեզուներու գային շրջաններու լեզուները բրետոներենը կորսերենը եւ այլն, բայց եղավ նաեւ ցանկը ոչ դարածքային non-territorial լեզուներու ցանկը, որոնց մեջ մտան այն լեզուները, որոնց աբական չի երաշխավորվիր պետության մգողմե։ Ուրեմն անոր համար հոն մենք մտցուցինք արևմտահայերենը, որովհետև եթե միայն հայերեն գրեինք, ուրեմն արդեն Հայաստանը որպես պետություն գա եւ գհոգա հայերենին, բայց մենք համարեցինք, որ կարեւոր է որպես այսինքն Ֆրանսիայի հայ քաղուտը ճանաչվի այս քաղուտը, որ ցակեցավ 20-ական թվականներուն Թուրքիայեն եկած Սահասպանութենին վերաբրողները, ուրեմն իրենց լեզուն ճանչվի եւ արիթը եղավ ուրեմն արևմտահայերենը մտցնել այս ցանկին մեջ։ Իսկ այս 20 տարիներու ընթացքին եւ ավելի ինչ բերավ այս արևմտահայերենի այդ այսինքն վիճակը, որ ինքը համարված է ֆրանսայի լեզուներեն մեկը։ Գրնանք ասել շատ քիչ, գրնանք ասել այսինքն
որպես խորհրդանիշ ավելի քան որպես փաստ, որովհետև վերջի վերջո Ֆրանսիան այս ուխտը չընդունեց, կառավարությունը ստորագրեց, բայց եթե գհիշեք Ժակ Շիրակը բան Conseil constitutionnel-ի արչև բերավ եւ այստեղ արդեն հաստատվեցավ, որ Ֆրանսիան գրնա միայն մեկ լեզու ճանչնալ ֆրանսերենը ըստ սահմանադրության եւ ուրեմն այս լեզուներու ցանկը մտավ ոչ պաշտոնական գարկի մեջ եւ անոր համար այս ստեղծեցին Délégation générale à la langue française ներս ստեղծեցին langue française եւ langue de France բաժինը որ գհոքա այս լեզուներուն բայց քիչ մը այսպես ոչ պաշտոնական գարկով բայց կրնամ ասել որ շատ ավելի բան չբերավ եթե նկատի ունենանք որ արդեն Ֆրանսան մտադիր է այսինքն մտահոգ է հայ քաղաքին բանջները բավարարեցնելու եւ այլն այսինքն այս մտահոգությունը գար առանց այս ցանգին միանտե այս հետա խույզը հարցախույզը կարողացան կնել որովհետեւ գոչ մը եղավ գիտական ծրագիրներու համար այս բաժինի կողմեն Délégation générale à la française-ի կողմեն եւ այդ միջոցով է որ կրցանք միջոցներ ունենալ այս աշխատանքի միջոցների մեջ նաեւ սադարգանքնեցավ նաեւ Գուլբենկյանը այո եւ Գուլբենկյանն նույն չափով հիմա մենք խոսենք նպատակի մասին ճիշտ է որ լավ բան է որ նման գիտական մոդեցմամբ մենք տեսնենք որ ինչ վիճակի մեջ ենք ինչպես կսեն état des lieux այսինքն հայերենը ով կգործածի ով կգրե ով կգարտա առօրյա կյանքի մեջ աշխատանքային կյանքի մեջ մամուլ գարտարու համարվի են եւ ասի 100 էջանոց ասենք փաստաթուղթ է որպես արդյունք այս հարցախույզի եւ հետաքրքրական է որովհետեւ մենք մեզ կտեսնենք այդ հարցախույզի մեջ նույնիսկ եթե ոմանք չպատասխանեցին Առաջին հարցում մասնակիտական մոդեցումը որն էր, այսինքն որու թիմել, ինչպես թիմել, որբեսի արդյունքները նաև հավաստիացի լան։ Արդյունքները որոշ չափով հավաստիացի են, որ բայց ոչ ամբողջականորեն, որովհետև կարելի չէ ընդհանուր պատկերը ստանալ, քանի որ կարելի չէ գիտնալ թե ով են սպյուրքի անդամները ով կպատկանի հայ քաղաքին այսպիսի դվյալներ չկան Ֆրանսիայի մեջ չունենք դվյալներ միայն գրնանք դարբեր դվյալներ գումարելով այսինքն եկեղեցին ցանկերը թերթերու ցանկերը եւ այլն գրնանք հապատ ունենալ քաղաքի մասին բայց ճշգրիտ դվյալներ ունենալը կարելի չէ Ֆրանսիո մեջ ուրեմն մենք հիմնվեցանք ավելի շատ ասենք այս հարցախույզին պատասխանելու պատրաստակամության վրա, այսինքն այս հարցախույզին պատասխանողները անոնք են, որոնք մտահոգված են հայոց լեզվով եւ ուզեցին մասնակցել։ Կնշանակե որ ով որ շատ հերու է լեզվեն եւ մտահոգություն ունի, որուն համար լեզուն կարևոր գործոն չէ, հավանաբար չէ պատասխանած։ Այսինքն այստեղ կա հարցախույզներու մոդեցումներու այս մեջ ընդհանրապես այս ինչ որ սովորական սոնդաժներն են էշանտիոնաժի հարցը որ բնակչության գարնենք օրինակի համար այս կանդոգոսը որոնք գեսը աղջիկներ են գեսը դղաներ այսքան աշխատողներ այսքան չաշխատողներ այսքան երիտասարդներ ուսանողներ եւ այլն այդպիսի մոդեցում չկա կամավորական հիման վրա է այո եւ անանուն էր ուրեմն մենք ավելի շատ այսինքն մենք չորոշեցինք թե ով պիտի պատասխանե սփրեցինք դերեկությունը բավական լայնորեն հայախոսներում եւ ամբողջ Ֆրանսիայի մեջ եւ ամբողջ Ֆրանսիայի մեջ եւ ստացանք պատասխաններ հետաքրքրական է տեսնել որ օրինակ գիներու եւ դղամարդերու պատասխաններու մեջ շատ դարբերություն չկա, նույն քանակն է մոտավորապես դարիքի մեջ կրնանք ասել որ ավելի այսինքն բոլոր դարիքները ներկայացված են, բայց ասենք քիչ մը ավելի են, այսինքն 55-ին մինչև 55 շերտը ամենաշատ ներկայացվածը եղավ, հետո 55-ին ավելիները Եվ երրորդ շերտը եղավ 55-ին երդասարտները, բայց անդրադարձա որ օրինակի համար 1300-1400-ի մոտ պատասխանողներ են,
մոդավորապես 100 հոգին հայկական վարժարաններու մեջ արդեն դասատուներ են, այսինքն 1%-ը շատ մեծ տոկոս է, այս որտեղ իրենք բնականաբար նախանցախնդիր էին, որ այս հարցախույզի մասնակցին եւ այլն, բայց պաստորեն ընդհանուր մեր քաղուտի պատկերը չէ։ Ընդհանուր քաղուտի պատկերը չէ, բայց համենայն դեպս մենք քաշ դերյակ ենք, որ արևմտահայերենը ընդհանուր քաղուտի մտահոգությունը չէ։ Փոքրամասնության մտահոգությունն է եւ ասիկա գարդեմ թե պետք է ընդունենք եւ եթե այս լեզուն պետք է գշարունակի այսօր հաբրիլ, որովհետեւ արդյունքներեն առաջինը այն եղավ, որ այո, դերևս լեզուն վտանգված է, բայց համենայն դեպս գենսունակ է եւ բավական կարեւոր խումբ մգա, որ գուզե բայկարել այս լեզվին համար։ Դա շատ դրական արդյունքներ, բայց հարգավ 1400 եթե հաշվենք, գիտեք այսօր մեր հայկական դպրոցներուն աշակերտության քանակը ընդհանուրը Ֆրանսիայի մեջ 1000-ն քիչ ավելի է։ Ուրեմն գհամապատասխանը քիչ թե շատ, այսինքն բոլոր աշակերտները չպատասխանեցին, բայց Նաև պետք է նկատի առնել միօրյա, այսինքն ոչ թե ամենօրյա, այդ շաբաթը մեկ դպրոց հայկական մշակույթի տուն կամ որևէ նախաձեռնության հետևող աշակերտները, որոնք նախանցախնդիր են եւ այսինքն իմ մտահոգությունս հետեւյալն է, այս հարցախույզը մեզի գուտա բավական հետաքրքրական արդյունքներ, որբեսի մտածենք հաջորդ քայլերու մասին, բայց չի դար ընդհանուր պատկերը, որովհետեւ ճիշտ չէ նաեւ չհետաքրքրվել չհետաքրքրվողներով։ Այո, բայց ասոնք մեր սեն կոնտեքստի սահմանափակումներն էին եւ չէին կրնար ավելի, այսինքն մեծ բանջկներ ունենալ։ Այսոնք էին կարելիությունները։ Կարևոր հարց մնալ Գարգարետ Թակեսյան ցեզի հարցան, որովհետեւ հարցախույզի մեջն է, բայց առօրյա կյանքի մեջ բնականաբար դեսած է գեդեվիկ, երբ Թուրքսեն մարտիկան չեմ խոսիր Ֆրանսա ծնած 3-4 սերունդի արդեն այստեղ գտնվող ընտանիքներու մասին Հայաստանեն, Բեյրութեն, Թուրքիային նոր ժամանածները, որոնք կսկսին արդեն շատ շուտ ընտանիքներու մեջ ֆրանսերեն խոսիլ, որովհետև մեր այսօրվա վիճակը կապված է այս հոգեբանական կամ դերևս կոմպլեքսի հետ։ Ինչպես կտեսնեք այս երևույթը այսօր արդեն։ Բարոն Կապրիելյան, իմ կարծիքովս էական խնդիր մկա, որ պետք է վիճարկման ենթարկվի, այն է, որ հայերեն լեզվի կամ ընդհանրապես լեզվի մը առաքելության հետ առնչված։ Լեզուն, եթե սահմանենք իր տասական ըմբռնումին մեջ, այն հավաքականության մեջ գոյություն ունի, ամեն բանի առաջ խոսակցական լեզու է, փարոլ է, որբե կծնի լեզվի այլ առաքելությունները, այն վիճակները։ Հիմա այսօր արևմտյան սպիրկի մեջ այդ հավաքական կյանքը գոյություն չունի, ինչ որ գոյություն ուներ Բեյրութի մեջ, Հալեբի մեջ, նախապես Բոլսո մեջ։ Քանի որ խոսքը չկա, հետևաբար լեզվին պետք չէ սպասել այն առաքելությունը, որ ընդհանրապես թերևս քիչ մը բարձունակ կընդհանրացնեմ, որ մենք կակնկալենք արևմտահայերենն կամ արևելահայերենն։ Հավաքական կյանքի բացակայությամբ լեզու չկա։ Հիմա մենք կուզենք, որ մեր թիբագայած դժվարությունները արևմտյան աշխարհի մեջ լուծենք լեզվի փրկությամբ։ Այս անկարելի է։ Այսինքն, եթե մենք չկարողանանք ինքնուրույն հավաքական կյանքը ստեղծել, որոնց համար բոլոր դվյալները իմ կարծիքովս գոյություն ունի, մենք միայն լեզվին գորուստին վկաները կդառնանք։ Որոնք են այդ դվյալները, որ գոյություն ունեն։ Նախ ամեն բարեկայդակ այն դվյալները, որ գվերապերի մեր պատմության եւ մեր մշակույթին։ Բայց ես պատմությունը եւ մշակույթը նկատի կունենամ շարունակական վերամեգնաբաների երևույթ։ Շատ շատ որոշակի կոնկրետ օրինակ մտամ ցեսի։ Հայ ժողովուրդը միշտ ապրեցավ 378 թվականին, եթե չեմ սխալիր, ապրիլ քերհզոր պետություններու սահմանին վրա։
փոքր պետությունը, որ ամեն վարքյան այդ հավասարակշռությունը պիտի փնտրի։ Այսօր եւս բարական նույնն է։ Մենք պետք է մեր քոյությունը բահենք այս ալեգոծող միջազգային հարաբերություններում մեջ եւ մեր քոյությունը բահենք եւ միևնույն զարգանանք։ Սորտակ այս բահը մշակութային այնքան հարստություններ կփոխանցի իր մեջ, որ թշպախտապար մեր դպրոցներում մեջ չտասավանդվիր։ Այսպես Ինչի մասին է խոսքը ավելի տիպ։ Հետևյալ, ասենք որ եթե Հայաստանը գտնվեր Նորվեգիո, Ֆինլանդիայի կամ Շվեդի աշխարհագրական թիրքերու վրա, մենք այսօր ավելի դարբեր կյանք ունենայինք։ Հիմա մենք պարտավոր ենք թե մեր քոյությունը պահպանել, թե տնտեսությունը զարգացնել, ինչի համաձայն քերհզոր պետությունները կմահաճույքին համաձայն։ Այս ինքնին արդեն այն էական գետն է, որ մեր վերաբերմունքը պետք է սահմանել։ Բայց ասիկա մենք պետք է նկատի ունենանք որպես մեզի համար անհրաժեշտ դար եւ սկսենք մեկնաբանել։ Երկրորդ հարցը կա, ինչ որ կվերապերի մեր պատմական պահանջներուն հետ առնչված։ Ճիշտ է, կպահանջենք համառորեն եւ շատ բնականաբար պահանջատեր ենք, բայց մենք մինչեւ այսօր չենք ասել, որ այս հողը իմ հողս է եղբայր։ Ես հոս ապրեցա, ես այս հողին մարդ եմ, այս երկրի մեջ անցող ամեն ինչ զիսկ է հետաքրքրել։ Որովհետև ես այս հողերու վրա պիտի ապրիմ, ես պիտի երթամ մեծ հորս ապրած քյուրին մեջ ամառվա արձակուրդս պիտի արցնեմ, ասի իրավունքս է։ Այսինքն մեր կյանքի փորձը սեղան բերել, մեր կյանքի փորձը մեկնաբանել դղոց, այսինքն չապրված, երևա կայեցեք, որ այս բոլոր պատմական տվյալները վերաարժևորման, վերաիմաստավորման գարիք ունին, քանի որ մեր ապրած սոցիալ կոնտեքստը այսօր չի համապատասխաներ։ Հետևաբար հոնգա մշակութային հսկա աշխատանք որ պետք է տանել։ Իսկ ինչ որ կվերապերի լեզվի հարցին վերադառնալով, եթե ես կարողանամ իմ հավաքական կյանքս ցևավորել, որ պիտի ելա ինքնատիպ, որ պիտի ելա աժմեական, այդ բարակային լեզուն բնականաբար այդ ինքնատիպ կյանքը արտահայտող երևույթ, այսինքն ցուցիչը պիտի ելա, ինչպես որ սրդի բարակային սրդի առողջությունը կգտնեմ էկոգրաֆիով, բայց էկոգրաֆին իմ սիրտս չթարմաներ։ Բայց այս մեր ֆրանսահայության խնդիրները չի լուծեր այն իմաստով, որ մենք կրնանք ծեր նշած այս ընկերային մեր իրավիճակը կորցածել որպես հիմք մեր լեզվի կորցածության համար, այսինքն ոչ թե իմ բաբերուս պատմական հողի մշակութային անցյալի, այլ այժմեական իրավիճակներու մասին քննարկումներ կատարելով, խոսակցության թեմա բանալով, լեզուն զարգացնելով այս իրավիճակի հետ, բայց այս եւս չկա այսօր։ Ճիշտ է, ես երբ որ այս բոլորը գսեմ, կփափակիմ, որ հարցը, այսինքն իմ անձնական գաղափարս է այս, հարցը տնել ավելի տարբեր մակարդակի վրա։ Մենք երբ անդրադարձանք, որ արևմտահայերենը մահվան շեմին կհասնի, երբ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց, բայց մենք մեր միջև երբեք չվիճաբանեցանք, թե մեր արևմտահայերը ուր կերտա։ 1970-ին մենք ունեինք Սփյուռքի մեջ 250 դպրոց։ Այսօր ունենք հազիվ 170։ Մոտավորապես այս 50-60 տարվա ընթացքին 90 դպրոց պակեցինք։ Ինչպես պակեցինք լռության մեջ։ Ինչպես կարելի է լռության մեջ դպրոց պակել եւ ոչինչ ասել։ Հետևաբար հոս գա մեր ցեցման նորանոր միջոցներ որոնելու անհրաժեշտությունը։ Այսինքն մեր իրականությունը, մեր վիճակը անկեղծորեն սեղան բերել, երբեմն քիչ լարված վիճապանին թերևս դուրս կա որոշ չափով լուծումներ, ինչ որ դուք ինձ ուղեցիք չարաչ։ Բարոն Դակեսյանի նսազին ամբողջացնելու համար գուզեի բարձրապես Ֆրանսիայի բարակային, այսինքն շեշտ դնել այն է, որ լուծել են առաջ մեր, այսինքն այս խնդիրը պետք է անպայման լավ ըմբռնել ներկայիս տակնաբին բնորոշումը եւ ըստ իս Ֆրանսիայի տակնաբը, այսինքն Ֆրանսիայի գաղութը տակնաբելի գացության մեջ մատնված է այդ իմաստով որ հոգեբանական լուրջ խնդիր կա վադարողջ գամ կա այս լեզվի հանդեպ որ գնանք առանց չափազանցելու գոչվիլ ֆետիշիզմը որ կքանթե այսինքն գաբը լեզվի նկատմամբ դակավին բնական չէ որ այս լեզուն կսրբացնենք փոխարեն զայն սիրել մարդկային այսինքն իմաստով եւ ոչ սուրբի իմաստով շատ օրինակներ գնամ դարձեզի բայց այն է որ դակավին վճարենք հայաբաբանումի հետևանքը վճարենք այդ հայաբաբանումը որի շնորհիվ լեզուն դարձավ նշխար
ռոլիկը, որ պետք է զան սիրել։ Դակավին, այսինքն ըստիս բնական երևույթը չի հանդիսանա, որ այժմ խաչքար կսարքենք տարբեր գաղութներում, որին վրան հայփուպեն կզետեղենք։ Այլ խոսքով, հոգեբանական հայացքով կնշանակի, որ արդեն գամա ընդունեցինք, որ այդ լեզուն տաղեցինք, կամ տաղվան մեջ է։ Եվ ըստիս անկիդակցաբար ընդունեցինք այս իրականությունը։ Դուր համար պետք է անպայման դիմակրավենք այս մարտահրավերը եւ թեման դիման գտնվենք նոր առաջարկներով, արտական, այսինքն եւ կարևոր առաջարկներով, ինչպես օրինակ արտականացնել մեր լարվամիջոցները, նոր հրադեսիլներ ունենանք համագական մասշտաբով, որ գրավիչ լա մեր դասարտության եւ այլն եւ այլն։ Անահիտ Տոնաբեդյան, ուր կխոսվի ոչ թե հայերեն լեզվի դասավանդման մասին, հայերեն լեզվի եւ այս բարակային արևմտահայերենի, որտեվ առանց դարանչադում գադարելու երկու հայերեններու միջև, բայց մեր մտահոգությունը արևմտահայերենն է, որպես ինչպես դուք նշեցիք, եւ արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գոմի ջանցված որպես վտանգված լեզու, ուր կխոսվի մեծ լուծումներու մասին, կա այդպիսի միջավայր։ Կարծեմ թե մեծ լուծումներեն առաջ բզդիկ լուծումները պետք են եւ առօրյայի լուծումները եւ ես բոլորովին համաձայն եմ Ղարաբեդ Դագեցյանի նշածին հետ, որ պետք է որ հավաքական կյանքը լավ որբեսի լեզուն խոսվի եւ ոչ թե միայն որբես սրբություն սիրվի եւ մեծ լուծումներ գտնենք, որովհետեւ որոնք պիտի չգիրարգվին, այսինքն հավաքական կյանքը արդեն մեծ լուծում է, քիչ բան չէ։ Ուրեմն առայժմ այս հավաքական կյանքի վայրերը Ֆրանսիայի մեջ դպրոցներն են ամենակարևորները։ Ուր պագը ֆրանսերեն կխոսենք։ Պագը ֆրանսերեն կխոսին ադոր գրնան քանի բաժաններ։ 5-րդ դասարանին ելել են վերջ, նաև այլևս ֆրանսերենը դիրող լեզու է, իսկ հայերենի մեջ նույնիսկ ծնողքի հետ խոսածադեն ֆրանսերեն պետք է խոսենք, որովհետև այդ բառին հայերեն չեմ գիտեր, կամ ավելի թյուրին ավելարակ կխոսեմ։ Այո, հարգավ, այսինքն մոտնոլորտի ճնշումը գա, որ կարելի չէ անդեսել, հարգավ, բայց ես պիտի ավելի շատ ասեի ով հայերեն կխոսի այսօր Ֆրանսա։ Ուրեմն շատ հստակ է, մեր ուսումնասիրության արդյունքեն շատ հստակ է, որ մեկ կողմեն կխոսին անոնք, որոնք այս հավաքական կյանքի փորձառությունն ունեցած են Ֆրանսիային դուրս կամ միջին արևելք, այսինքն մեծ մասամբ, ուրեմն ասոնք կշարունակեն հայերեն ունենալ որպես առաջին լեզու։ Կամ Թուրքիա, ես նշмарեցի, որ շատերը Թուրքիային եկած են բադասխանողներում են։ Այո, Թուրքիային եկած են, այո, 70-ական թվականներում մեծալիք եղավ եւ Լիբանանեն եւ Թուրքիային, ուրեմն ասոնք իսկապես, այո, հայախոս են։ Ուրիշ հարց թե գիտակցությունը, որ պետք է այս հայերենը փոխանցեն իրենց ավագներուն կդարբերի ըստ ընտանիքներեն եւ ադիգա լավ ուսումնասիրված երևույթ մնե, այսինքն արդեն անձնական հոգեբանության հետ կապ ունի։ Մարդ կա, որ քաղտելու ժամանակ այս վախը ունի, որ իր զավակը չգրնա լավ, ասենք, միջավայր։ Ինձիկը գտնել նոր միջավայրի մեջ եւ գուզե իրեն փրկել այս երկու ինքնություններով միջև ընտրելու հարցեն եւ գկաչալերը օրինակ այս նույն փաստը գա օրինակ Հունաստանի հայերու մեջ, որ նոր ալիքը որ Հայաստանեն եկած է չի հայկական դպրոց չի դներ իր զավակները չի փնտրել այս լուծումը, որովհետև իրենց մտահոգությունը ուրիշ է։ Ֆրանսա ալգարձեմ թե նույն բարական գա։ Ուրեմն գխոսին անոնք, որոնք միջին արևելքեն եկած են։ Ֆրանսիայի քաղաքի մեծ փախտային է, որ բավական քանակով կան այսպիսի մարդիկ, որ մեր միություն ընկերություններու մեջ դպրոցներեն ներս կաշխատին եւ ուրեմն արիթ ունին իրենց հետ հայերեն խոսելու։ Ես ալ անցամբ, ես ֆրանսա ծնած եմ, եթե մեկը ֆրանսերեն առանց շեշտի խոսի, ինձ համար ավելի բնական է իրեն հետ ֆրանսերեն խոսիլ։ Եթե մեկը ֆրանսերենը ոչ 100% կդիրապետեք իջ մշեշտով գխոսի, արդեն ես բնականաբար հայերենին պիտի դարձնեմ։ Ուրեմն այս բանը գա։ Հիմա ինչ նոր սերունդը, որ ֆրանսա ծնած է, ինչ լեզվով կխոսի, քանի նմուշներ ունեցանք մեր ուսումնասիրության մեջ, որ բավական հետաքրքրական են։ Գա մեկ երևույթ, որ պիտի գոչեմ սփյուռքի քաղաքացի։
Ուրեմն երդասարտներ, այսինքն Տիգրանի նման կամ իր սերունդեն, որ գշերչին, ամբողջ այսինքն աշխարհին մեջ գշերչին քաղուտ եւ շատ գաբեր ունին ոչ միայն ֆրանսական մթնոլորտի մեջ։ Ուրեմն արդեն արևմտահայերենը կհանդիսանա հաղորդակցության միջոց, այսինքն միջքաղութային հաղորդակցության համար։ Եվ ասիկա շատ կարեւոր է եւ կարծեմ թե պետք է մտածենք այս փորձառությունը մեր աշակերտներու, մեր երդասարտներու արորիայի մեջ մտցնել, որպես գործնական լեզու ըմբռնեն հայերենը։ Գա նաև նույն սերունդեն կան երդասարտներ, որոնք գրծած են այս հավաքական կյանքը բահել չեմ ուզեր որ ժադիգա կառուցչության նմանի, բայց գուզեմ քիչ շեշտել այս մգնիկ աշխատանոցի փորձառությունը, որ իսկապես առանց լալու առօրյա հայկական դպրոց, այսինքն շաբաթը մեկ անգամ արդեն 20 տարի ավելի երդասարտներ միասին գբերե եւ ընդհանուր, այսինքն կյանք մը գստեղծե, հավաքական կյանք մը գստեղծե իրենց միջև եւ ես կնկատեմ, որ այսօր նոր սերունդեն հայերեն ստեղծագործողներ, օրինակ այս մտնոլորդեն եկած երդասարտներ են, որ գրծած են հայերենը կենտանի բահել իրենց ստեղծագործեն ինչ կնշանակի այս բառակային Քրել, կիրկել, բանաստեղծություններ, երկել, ես կմնացեմ օրինակ դապանավի խումբին, Անակո դապանավի խումբին, որ մեծ գործունեություն ունի, որ բնականաբար հայերեն կգադարվի։ Այսինքն եւ տեսակ, այսինքն երկեն երկեր գքրեն Չէ, անայդ դիկրանիով Իմաստ այն է, որ պետք է անպայման շեշտ դնել ստեղծագործական, այսինքն գետնի վրա։ Անի որ Ֆրանսիայի մեջ մեր սահմանափակ միջոցները միան գտունադրեն, որ ստանդարտ արդի արևմտահայերեն սովորենք, այսինքն դասակիրքի լեզուն։ Եւ այս հայերենը, չնայած գեղեցկությունը անպայման, բայց սահմանափակ է, այսինքն հարստական հայերեն մնե։ Իսկ ինալկու չեմ ասել, բայց Անակոյի եւ կանի մակազմ իրասարտները, որոնք այս աշխատանոցը գաբրեցնեն մերնիգի եւ նախ եւ առաջ շատ սերտ գաբեր կարծան ստեղծել իրենց ցանցով, միջին արևելքին ցանցով, որ նպաստավոր տեղեկատվություն ունեցավ իրենց գիտակցության զարգացման մեջ եւ նաեւ իրենց լեզվի ճոխացման մեջ, բայց ինչ լեզու խոսենք, այդ լեզին, որ խար լեզում են, այսինքն, որ ապրուստի արդյունք մնե, մեջտեղ գնանք դնել, այսինքն, դարբեր բարբարներ, որոնք բուչամուդի բարբարներ են, հարևի բարբարներ, որոնք գոյություն ունին։ Իսկ դժբախտաբար դժվար է, այսինքն, դեր Ֆրանսիայի մեր մասշտաբով ստեղծել այսինքնությունը։ Արավիտ Տակեսյան, Տիգրան Եգավյանը շատ վտանգավոր բան ասավ։ Մեր արևմտահայերենը այնքան արդի չէ, որ ստեղծագործենք այդ լեզվով, մինչ այդ նույն այդ հայերենով մենք դիրաններ ունեցած ենք, չեմ խոսիր իհարկե դասական օրինակներու մասին Վարուժանի, Սիամատո եւ այլն, բայց այնպիսի դարբեր տեսակի ստեղծագործություններ, որոնք այդ լեզվով եղած են, այսինքն այդ լեզվի հարստությունը դերս մենք չենք մեր մեջ ունեցած դեր, որովհետեւ կարողանանք լավագույնս օգտագործել, բայց խնդիրը այն է, որ այդ լեզուն բավարար է, չէ՞, ստեղծագործելու։ Սպիրկյան, մանավանդ արևմտյան սպիրկի վիճակի մասին ամենահամեստ քննարկումը իսկ մեզ մեր արժև կտնե շատ բարդ խնդիրներ։ Տեսականի գա, խնդիրներու տեսականի գա, ինչպես որ հաջողության օրինակներ դրվեցավ, հաջողության ամեն օրինակ գմեկտեղ է իրարու հետ ներթաշնակ գործոններ, որոնք կստեղծեն միջավայրը հայերեն խոսելու համար։ Բայց ես պարզապես ոչ թե բնականաբար հակաթրվելու, այլ ուրիշ ծայրահեղություն մոբիլիտան, պարզապես այդ տարբերությունները սկալու համար։ Երբ երախան տնտանիքի մեջ հայերեն չէ լսած, այսինքն հայերենի հնչյունային համագարկը իրեն ծանոթ չէ։ Մայրը թրկախոս է, հայրը քրդախոս է, մեծ հայրը զազայերեն գխոսի եւ ամբողջ օրալ 24 ժամա թրկական տելևիզիոնը բաց է տանը մեջ։ Հիմա այս երախայի ընտանիքը մեր դպրոցի անտեպ ամենամեծ սերը կցուցաբերե։ Եթե փագը պետք է մաքրել, կմաքրե։ Եթե ներգնել պետք է գուքան, ընտանիքով գուքան։ Հիմա այս
զանազանումը մեզի կփերե ուրիշ կոնցեպտի, ուրիշ հասկացությամը, որ ես կկարծեմ մինչև այսօր շատ լավ չենք օգտագործած, բայց երթալով ալ մեր խոսակցության տեղ կգրավե, այսինքն հայագերտման հարցը։ Հայագերտումը չեմ ասել, որ բանն էլ բարդացրել որոշ նորմեր, որպեսզի երեխան այդ կերպով դրսևորվի։ Հայագերտման հարցը, այսինքն ինքնության խնդիրը շատ ավելի լայն հասկացություն է, որ իր մեջ կփոխանցի նաև լեզուն եւ միայն մտենալ մեզի արիտ կուտա կորձելու ավելի դարբեր դաշտ, որովհետեւ ինքնության գերտման մեջ կա որ անհատի զարգացման խնդիրը, որ անհատը գիտե որ ինքը միակ է աշխարհի վրա, միագությունը մինագի մաստով չեմ ասել, բնականաբար ինքը միակ էակ մնե, գոյություն ունի 6-7 միլիարդի մեջ, երկրորդ իր կյանքը գիտե ներթաշնակ բացադրել, ինքը պետք է անպայման գիտնա որ ուզե կամ չուզե կպատկանի այդ պատկանելիության ապարտենանսի զգացումը ունի որոշ խմբագիմը, որ անիկա գրլա հայկական խմբակ մնալ, գրնա արժեքներու համագարկին դիրանալ, առանց կատարյալ հայերեն խոսելու, ինքսին կրնա հաստատել իր պատմողականության մասին մտածել եւ վերջին հաշվով այս հավաքական կյանքը ապրելու ցանկությունը ունենալ։ Ուրեմն վերաթարնալով այս տվյալները կնշանակե որ մեր դպրոցի վարժարաններու աշխատանքը պետք է իր աշխատանքը ավելի ընդլայնացնե, ոչ թե բարձրապես միայն լեզու դասավանդող վայր, այլ հայ ինքնության գերտման վայր, այսինքն մարդը նկատի ունենա ավելի այսպես հոլիստիկ ամբողջականության մեջ, որպեսզի կարողանանք այս անցքի փոխանցման շրջանը իրականացնել։ Բահմը երևակայենք։ Մինի լարուսը ունի 6500 բառ, մինչև 8 տարեկանին համար։ Լարուսի CM2-ի մագարտակը 20000 բառ է։ Կոլեջի բառարանը Ռոբերը 28000 բառ է, ուրեմն իմ երախաս հազիվ գիտե 400-500 բառ օգտագործել։ Ուղեղը չի գրնար թիմակրավել այս։ Այսինքն վաղը ժամանակի ընթացքին երբ որ ասպարեզը պիտի որթեգրե, այդ որթեգրած ասպարազին բարաբար թերքին համապատասխան ես հայերեն դասավանդելու հնարավորությունը չունի։ Դեղը պիտի կա, արդեն մենք մետալ կտեսնենք շատ բարիկա մեծողությամբ։ Մարդիկ, որոնք ամենօրյա կյանք հայերենով գխոսին, երբ որ հարցը մի քիչ կպարտանա, je vais m'exprimer en français գլա։ Երբ շատ բնական է ուղեղը այդ կթելադրե։ Հիմա ասիկա ասորտը մենք պետք է բայկարինք մեր դպրոցներում մեջ այնպիսի աշխատանք ձևավորենք, որպեսզի հայերենը ներկայանա երախայի նատխև, երախայի ինքնության, անձնավորության, պերսոնալիտեի զարգացման հիմք։ Մեկ օրինակ տամ, որպեսզի խոսքին մենադերը չդառնամ, սորորակ ֆրանսական դպրոցներում մեջ մինչև CM2-ի ավարտին չկա այն տասը, որ պետք է անպայման անհրաժեշտորեն գոյություն ունենա, որ երախան իր մեծացման, իր զարգացման, իր դեվելոպմանի հետ կապված իր անձնական պատկերացումները ունենալ։ Այսինքն երախան կմեծնա, բայց երախան պետք է գիտնա, որ ինչու կմեծնա, ինչպես կմեծնա, եթե այս հանգրվանը զորօրինակ մենք փորձենք համեստ հայերենով բանել, երախան կգարձեմ, որ քիչ փորձ ունիմ այդ մասին, կգարձեմ երախան պիտի ասե, այո, ես հայերենով իմ զարգացմանս նպաստող պահերաբրեցա։ Ասիկա տասական լեզվիմը տասական փոխանցման հարց չէ, այսինքն հետևել երախային զարգացման հանգրվաններուն եւ ասել երախային որ տես այս պահը տուն հայերենով միասին ապրեցար որ քեզի համար գենսական է ասոր համարալ պետք է մեր բոլոր դպրոցական փորձերը կողքովի բերել ես վստահ եմ որ ամեն դեղ գա պոզիտիվ բան որ կկատարվի այս դրականը պետք է սեղանքա փոխանցվի փորձերը իրարու փոխանակվին եւ նորը գտնելու ջիկ ունենա Տիգրան Եղավյանը քիչ առաջ խոսեցավ լեզվի սրբացման մասին, այնպես նույնիսկ ասավ խաչքարերով վրա գտնենք, արդեն մեր երևակայության մեջ արդեն թաղած ենք այդ այբուբեն այդ լեզուն, ուրեմն գենտանի լեզու չէ։ Հիմա այստեղ կա ծեր դպրոցի այդ փորձը գիտական արհեստանոցները հայերենով կատարելու շիմիի, ֆիզիկի, չեմ գիտեր ինչ տաս։ Ասիկայալ, սորնակ, մենք ամեն արիտ կօգտագործենք, սպոսանքի պահը, կամ որ եւ բահուն երբ երախան ազատ է, շատ բարձ ասենք որ գիտական փորձեր։ Գիտական փորձերը գնանք հայերենով։ Ես հայերեն կխոսեմ, իրենք ֆրանսերեն կպատասխանեն, խնդիր չկա հոս։ Բայց ժամանակի ընթացքին կտեսնեմ որ իրենք կուքան իրենց ինձ գսեն որ պարոն այսօր ինչ փորձ պիտի անենք։ Հիմա այս փորձը երբ որ գնենք Երախան միայն լեզուն չէ որ գայտնաբեր է որ աշխարհի վրա
իրականության հայտնաբերման համար հատուկ ճիգ պետք է տապել։ Այսինքն երևույթ, առ երևույթ գոյությունները ցողին յետևը թաքնված իրականություններ կան։ Այս պահերը պետք է ընել հայերենով, որովհետև առհասարակ ֆրանսիական դպրոցի մեջ ալ երբ որ քիտական փորձ կկատարե նախագահարանի աշակերտը, ինքը հատկապես փորձը չի կատարեր։ Ուսուցիչը փորձը կկատարե, երեխան գտիտե։ Զորինակ, այս պահերը երեխային զարգացման ընթացքին համապատասխանող եւ ուրիշ տեղ չկիրարգվող պահերը մենք կրնանք մեր դպրոցներում մեջ, մեր ակումբներում մեջ բերել, որպեսզի երեխան ասե, երբ որ դպրոցեն դուրս կելա, ասե թիվացինին հբարդությամբ, որ ես այս գիտեմ անել։ Եվ ասիկա հայերենով գնում։ Միտքս հետևյալն էր, եթե մենք լեզուն ինչ որ ցևով մեր մտքի մեջ տաղած ենք, նաև այս խնդիրը կա երիտասարդներու երեխաներու մոտ, այսինքն մենք նաև այսօր ընդհանրապես կսենք, որ հայերեն լեզուն ճաշի, դունի, տատիկի, պապիկի հետ խոսելու լեզուն է արդեն, իսկ եթե արդեն բարդացնելու լանք մեր խոսակցությունը, չեմ խոսիր փիլիսոփայության մասին, նույնիսկ այսինքն առօրյա գենցաղային խնդիրներու մասին, արդեն ֆրանսերեն խոսենք, որովհետեւ իրական հասկանանք ու արագ երթ ամեն ինչ։ Այսինքն մենք բզդիկներու ուղեղի մեջ դրած ենք այն, որ հայերենը իրոք մենք մեծերս, իրոք հայերենը ավելի մեր ներ միջավայրի ինքնության լեզուն է եւ ոչ թե կորզադության։ Այստեղն արդեն կբարթանա այդ երեխայի վիճակը աբակային։ Բայց Դիկրան եկավ։ Երևս երկու վտանգներ կան, այն է որ հիմա այսինքն առաջին մարտահրավերը որ կդիմակրավենք այդ մերձավոր արևելքի նահանջը, այախոսության համռուցը, դեռ չկրցանք պատրաստվել, այսինքն առաջորդ սերունդը պատրաստվել, որպեսզի կարենա այախոսությունը բահել եւ ցավոք սրտիս գաբրինք գազիստ օվգանոցի մեջ ու որպեսզի կղծիներ կան օրինակ համար դպրոցասերին անայցան Սարգսյանով հրաշալի ուսուցում ունենք, որ այսինքն իր մեթոդը ստեղծեց, որպեսզի հայերեն լեզուն դառնա գրավիչ գործիք եւ ոչ այսինքն բարդատրիչ։ Ասիկա մեկ, երկրորդ այն է, որ դակավին չկրցանք ներդրում մնել մեր մանկավարժական եւ միջոցի այսինքն գործիքնի վրա։ Մենք շատ ժամանակ եւ ուժեղ եւ տրամ ծախսեցինք հայտադին գործերին համար, այսինքն զուգահեռաբար չկրցանք հավասարակցություն գտնել եւ անպայման արտականացնել այդ միջոցները։ Ես նկատի ունիմ եւ որ մանկական, այդ որ Հայաստան մանկական ծրագրեր, այսինքն կսպրեն, ասոնք չեն հաշվի առնել իրենց սփյուռքին հանրությունը եւ թիրախ չեն կդաստել։ Ասիկա շատ կարեւոր կետմն է որ պետք է շեշտել։ Որ չգրցանները դպրոցներուն զուգահեռ, որտեղ ռադիոները կատարված են։ Չեմ ուզեր ասում, բայց նույնպես ռադիոյի մասին, այսինքն դեռ չգրցանք նոր հանրություն գրավել, որովհետեւ գբաքսի այդ արիստավաժ մոդեցումը։ Այդ որ արիստավաժ բիդելանք, այսինքն բնականաբար ես վստահ եմ, որ պիտի կարենանք բնական միջավայր ստեղծել Ֆրանսիայի մեջ։ Ես նկատեցի, որ ձեր հարցախույզի մեջ հարցակնվածներու կամ պատասխանողներու ավելի ճիշտ 1400-ի մեջ կեսեն ավելին ռադիոմետիկ կնեն։ Մոտ 10% շատ կանոնավոր կերպով, մինչև 20% ըստ ենթաբաժանումի, բայց մինչև 50-60% հայկական ռադիո, այսինքն եթե Փարիզահայ է, IPFM-ը մտիկ կնեն, ոչ անպայման կանոնավոր կերպով 50-60% համեմատությամբ, այսինքն անկախ որ հաճելի է մեզի համար, բայց շատ կարևոր է այդ կապը։ Երկրորդ կապը, որ շատերը միություններու անդամ են։ Եվ այդ արումով է, որ ես կսեմ, դուք նկատի արած եք, նկատի չեք արած, պատասխանողները եղած են անոնք, որոնք արդեն հայկական միջավայրի մեջ են։ Սպրելուց են գուկա, այսինքն, քանի որ հարցախույզը սպրեցինք այս ուղիով, միություններու ուղիով, դպրոցներու ուղիով, ուրեմն մամուլի, հայախոս մամուլի, այսինքն հայկական մամուլի միջոցով։ Այո, ես կուզեի շեշտել ուրիշ բան, այսինքն այս բոլոր քիչ առաջ էսի ով հայերեն կխոսի, հիմա պիտի ուզեի ասել ինչպես կխոսին։ Դժբախտաբար հարցախույզը արիթ չդվավ, ադիգա ուղղագիորեն հասկանալու բայց ցուցիչներ կան եւ հետաքրքրական է օրինակ նշել որ քանի որ այս հարցախույզը հայտարարություններն են ամեն մեկը կհայտարարե եւ ոչ այսինքն մենք չենք կրնար ստուկել թե ադիգա ճիշտ է ինչքանով ճիշտ է այսինքն իրեն պատկերացումն է ինքը այսպես կտեսնե իր հայրենը
Օրինակ, առաջին հարցումը որ կար, որն է ձեր գերիշխող լեզուն։ Ուրեմն շատերը հայերեն գրեցին, կարծես հավանաբար ավելի կապարախոսական մոդեցումով, որովհետև իրենց համար ընդունելի չէր այս տեսակ հարցախույզի մեջ գրել, որ ֆրանսերենն է, բայց հետո կտեսնենք, որ նույնիսկ այս հարցախույզին 10% միայն որովհետև հարցախույզը ներկայացվեր երկու ձևով հայերեն եւ ֆրանսերեն։ Ուրեմն 10% հայերեն ձևը ընդրեցին եւ պատասխանեցին հայերեն հարցախույզին, բայց այս հայերեն պատասխանողների մեջ, քանի որ ազատ պատասխաններ կար, ուր մարդ կրնար ինքը գրել, ուրեմն մեկ մասը ֆրանսերեն կպատասխանե եւ մյուս մասը հայերեն կպատասխանե, մեկ մասը լատինադար, մյուս մասը հայադար։ Ուրեմն ասոնք անուղագի ցուցիչներ են, որ թույլ կտան հասկանալու։ Լատինադարի բարական քիչ մփարտ է, որ գրնալ լալ, որ եթե մարդ սովոր չէ։ Գարտալ գիտե, բայց գրել չգիտեր։ Գրնալ գրել չգիտե, գրնալ գվախնա։ Բայց շատ տարօրինակ բան կդա այս հարցախույզի մեջ։ Գրել գիծողներու թիվը ավելի բարձր է, քան գարտալ գիծողներու թիվը։ Ինչ որ անհասկանալի է։ Այո։ Այս գրել գարտարին հարցը շատ կարևոր բան է։ Այսինքն հիմա հարցն այն է, թե ինչ կգնգալենք, երբ երեխամը կգրկենք հայկական դպրոց։ Ինչ լեզվական ունակություն կգնգալենք, ինչ մագրտակ, ինչ են պահանջները։ Եվ հոս կտեսնենք, որ ըստ մարդուն փորձառութենեն շատ մեծ տարբերություններ կա։ Օրինակ ոչ հայախոս ծնողքը պիտի բավարարվի իր երեխային հայերեն գրել, իր անունը գրելու, այսինքն քիչմը ասկային հաբարտության բայց այսինքն ուրեմն ինքը ասկային բարդականությունը գադարած բիդիասկա եթե իր երեխան հայկական դպրոց գրգած է երեխան գուկա հայկական հայերեն գրված վարժություններով Սա շատ կարևոր է այդ տնօրինության որովհետև եթե ինքը այդ մղումով երթա կնշանակի որ իր աբակագյանքը հայկական տրոշմով թեկուզ հայերեն չխոսելով բայց ադորմետ տրական մոդեցում գա այսինքն պատկանելիության զգացումը զարգացնելու առանց իրականության մեջ լեզուն զարգացնելու Կհասկանամ, բայց մյուս կողմեն, եթե երեխան պիտի կարենա հայերեն գարտալ առանց հասկանալու իր գարտացածը, եւ վիզեն իր անունը գախած ունենա հայադար ոսկի գեղեցիկ, արդյոք ադիգա գնբաստե հայախոսության, արդյոք ադիգա գնբաստե խորշտանիշ մնե, այսինքն ինչպես որ խաչ կգրես, հայկական այփուպենը կգրես եւ կգարձեմ թե եթե լեզուն այսինքն ինչպես Տիգրանը գսեր պիտի մնա այս սրբությունը հարգավ գրնանք այսով բավարարվել բայց եթե գուզենք որ լեզուն վերաբրի պետք է իսկապես լեզուն ցանկի հետ կապված լա եւ անորամար երբ ես գսերի ստեղծագործել երկի եւ ավելի ժամանակագից միջոցներու մասին խոսեցա որովհետեւ պետք է այս ստեղծագործությունը կապված լա առօրյային հետ պետք է որ այսինքն աս երդասարդ հայը գաբրի ֆրանսա գաբրի դեսագ մշակույթային մոդեցում ունի ցանկին մշակույթային բանջկներ ունի պետք է այս բանջկները բավարարե հայերենով եւ շատ քիչ են անոնք որոնք գրնան ադիգանել նույնիսկ մեր քանիմը անցեր ցայնակրեցինք ավելի ոչ միայն հայցախուզի միջոցով բայց ուրեմն տեսանք այս տեսակ փորձառությունը կա մեկը որ կմտածե որ շատ լավ հայերեն կխոսի բայց երբ գացության մեջ կգտնվի ուր իսկապես այս հայերենը պիտի փորձե հաղորդակցելու համար կհասկանա որ այնքան լավ չի խոսիր գամ ուրիշ քաղոտ երթալու այցելելու ժամանակ ինքը այսինքն որովհետև իր ընտանիքին մեջ իր դպրոցին մեջ ամենալավ հայերեն խոսողն է բայց երբ իսկական հայախոս մթնոլորտի մեջ երթա գխուզվի կհասկանա որ շատ ունի դերսորվելիք այսինքն այդ միջավայրի բացակայությունն է որ քիչ առաջ նշվեցավ որ ես գիտեմ քիչ հայերեն բայց հիմա որ իրականության արժև եմ պաստորեն այդ պրակտիկը չկա։ Թույլ տվեք Վարդան որ ուրիշ խնդրի մասին անդրադառնանք, որ կամփոխացնեմ մեր զրույց այն է մրցակցության խնդիրը մեր դասարտության շարքերուն մեջ, քանի որ մենք սփյուռքի գացության մեջ կապրինք, այսինքն բացառիկ գացություն մնե, ուր որ ովքեր քիչ թե շատ հայերեն գդիրապետեն, որ այդ բախտավորությունն ունեցած են լավ հայերեն սորվիլ, պիտի անպայման վերամունք դուք վերաբերմունք մեծամիջ հագերդով վերաբերմունք ունենան մյուսների նկատմամբ այդպես որ մենք ունեցանք եւ դեռ կա այդպիսի ջեղքը
ու որ կաղուտը երասարդան մեջ ասին զատված է երկու բաժին հայախոսներ եւ ոչ հայախոսներ բաժին եւ ինձ համար վատառողջ հարցմն է որովհետեւ հայերեն դարձավ մրցակցություն դարձավ կապիտալ կուլտուրել այսինքն որ դու ինքզինքդ պիտի ավելի արժեքավորես եւ չի նշանակի որ պիտի օգուտ բերես քու կաղուտից Ադորամար ըստիս պետք է այս հոգեբանական եզրը հաշվի առնենք որպեսզի կանտենք բոլոր բարդությունները եւ կարենանք այսինքն մյուս հանգրվանին հանցնել Այս նյութը շատ կարևոր է, իսկապես շատ կարևոր է, որովհետև անգամ եւս ցույց կտա, որ լեզվի մասին մեր պատկերացումները եւ մեր իրականությունները վրա-վրայի չեն կար։ Էլիտ մնենք։ Որովհետև առնենք հետեւյալ բարական այն մարդիկը, որոնք 19-րդ դարուն կամ 20-րդ դարունը սկիզբը հողը, հայրենիքը, պատիվը պաշտպանելու համար զենք արին, մեծամասնությամբ հայերեն չէին խոսել։ Երկրորդ հարց Քիրքորյանը 10 փար հայերեն գիտեր 10 փար հայերեն գիտեր բայց $240 միլիոն հատկացուց եւ Երևանի բոլոր ենթակառույցը փոխեց իր մորը հարքանս դե մայրիրեն ասած էր երբ որ հնարավորություն ունենաս ուրեմն հայրենիքիդ կօգնես հիմա ուր է հայը կամ ուր է լեզվի հարցը Ես երբ որ ասիկա գսեմ, սխալ չհասկացին, լեզուն չեմ թերականադեր, որովհետև լեզուն անգամ որ պիտի կորսնցնենք, մեզի եկած այդ մշակութային ամբողջ հարստությունը պիտի կորի։ Բայց մեր ներկա իրականության մեջ անորամար է որ մեր մեծ երկխոսությունը հնարավորին չափ պետք է զարգացնել, մեր անձնական փորձերը, որովհետև երբեք ընդհանուր չեն գտնարել, այս փորձերու հետևանք մենք կարողանանք լուծումներ գտնել, քոնե առնվազն ճամփաներ գտնել այս Թե ոչ, ինչ կնշանակի լեզվով անհատը սահմանել, լեզվով ինքնություն սահմանել, ասիկա ներողություն, բայց անհեթեթություն է։ Որովհետև այնքան շատ օրինակներ կտան, որոնք իրարու հետ կրնան հակաթրվիլ, մեկու մեջ լեզուն շատ մեծ կարևորություն ունի, կան ուրիշ օրինակներ, որ լեզուն մեծ կարևորություն ալ չունի։ Հետևաբար այդ լեզվի հասկացությունը պետք է վերանայել եւ պատճառ հետևանք խնդիրներում պետք է վերանայել որպեսի կարելի է լավ որ այս քիչարացեր նշած անհեթեթ վիճակներում հետ չինանք հայերեն չխոսիր ուրեմն հայ չէ կամ հայերեն գխոսի քիչմը հետաթիմական է կամ հետամնաց է Բայց Ժան-Ժակ Վարուժյանը լավ խոսք ասած էր որ հայերեն չիմանալով կարելի է լավ հայ լալ բայց հայերեն իմանալով կարելի է ավելի լավ հայ լալ այսինքն այն առումով որ եթե մենք կրնանք առնվազն գարտալ եւ մեր պատմություն չնայած այսօր բավական լավ տար քրագանություն կա հայերեն պատմության քաղաքագրության մասին վերջին 10 տարիներուն բայց պատկերացնենք որ չլար այդ մեկը եւ հայերենի շնորհիվ հայերենի մենք կարողանանք մեր պատմության ագունքների երթալ ոչ թե պատմություն միայն գարտալու այլ մեր մշակույթը ըմբոշխնելու Սայատնովան հասկանալու չնայած Սայատնովան լրիվ հայերեն չէ բայց որպես օրինակ կառնեմ թե ինչպես կարելի է հայկականությունը ապրիլ հայերեն իմանալով Եվ այդ հայերեն իմանալով փոխանցում ավելի հարուստ կդառնա, քան թե մեր գես չափով իմացած քրագանություն, մշակույթ, քաղաքակրթությունը փոխանցենք հաջորդներուն։ Այսինքն հայ լեզուն նաև փոխանցման, ոչ թե միայն լեզվի փոխանցման, հայկականության փոխանցման գամուր չէ։ Հաշուշտ, այսինքն ընդհանրացում պետք չենք։ Պետք է վերստին նայենք։ Ես քիչ վերջ կուզեմ նաև խոսենք Հայաստանի Հանրապետության հայացքի մասին արևմտահայերեն նկատմամբ, բայց խնդրեմ բան ունեի գսելու։ Այո, գուզեի ասել, որ երբ գսենք հայոց լեզուն դիրաբեդել ինչ կնշանակի, այսինքն խոսողը լեզուն միայն չի դիրաբեդել, լեզուն թուրսեն բան մը չէ, որ իրեն պիտի դրվի եւ ինքը պետք է դիրաբեդե, այսինքն այնպիսի մագարտագին հասնի, որ այս լեզվին արժանի լա եւ այլն եւ այս տեսակետեն գրնամ ասել, որ ես հիմա 2 տարի է որ Բեյրութ կապրիմ եւ աշխատիմ եւ հայտնաբերեցի որքան թերևս ինչպես ասեմ Ժխտական կորձոն մգրնալ այս լեզուն մակրամոլությունը եւ ասենք լեզուն կիցողներուն քիչմը ահաբեկչական մոդեցումը որովհետեւ եթե ես այսպիսի պատկեր մնենամ եթե արևմտահայերենը վտանգված է չի նշանակեր որ այս լեզուն դիրաբեդող ընդրանին գիչնա
Լեզուն դիրաբեդոր ամենաբարձր ընդրանին գրնալալ երկար ժամանակ նույն քանակը մնա, որովհետև մարդիկ են, որոնք որոշած են միայն ասով ապրիլ եւ ասոր գորիզն է, այս գորիզը պիտի չփոխվի, բայց այս գեներալներու շուրջը բանակն է, որ պիտի քիչնա։ Եվ այս բանակը գրնալալ, որ գադարյալ հայրեն չի խոսիր, բայց ադիգա այնքան կարևոր չէ, որովհետև անոնք են, որ հայրենը գաբրեցնեն, անոնք են, որ նույնիսկ քրական լեզուն պիտի քրական լեզվին մեջ նորություններ պիտի բերեն, պիտի աբրեցնեն այս լեզուն։ Եւ կարծեմ թե սխալ խաղապարմենը եւ Տիգրանին ասած սրբության հետ կապված է, այսինքն այս լեզուն երբ այսինքն ատեբրոցկա այսել եմ Լիբանան, առաջին բանը որ ինձ գսեն որ այս լեզուն գահավաղենք գոր, այսինքն ես քիչ բան մանկությանս մեջ գսեին թեկի հայերեն խոսին սխալ հայերեն է բայց թող հայերեն խոսին նախ վերջը տեսնենք թե քրական հայերենը ինչ է լեզուն դիրաբեդողը միշտ գդիրաբեդե լեզվի դարբեր շերտեր գդիրաբեդե խոսակցականը բարբարայինը արգոն եւ քրականը ուրեմն լեզուն լավ դիրաբեդել այս բոլոր շերտերը դիրաբեդելն է եւ գիտնալ թե որ գացության մեջ որ մեկը պիտի որուն հետ ինչպես պիտի խոսիս ինձ հետ գորով պիտի խոսիս մյուսին հետ գորով պիտի չխոսիս ուրեմն այս բոլորն ալ պետք է նկատի ունենալ եւ դժբախտաբար պետք է ասեմ որ միջին արևելք մեծած մեր ուսուցիչներուն մեկ մասը թերևս իր վրա գգրե թեր այս մոդեցում այս մակրամոլության հետևանքները եւ այս վախը ունի իր մեջ եւ թերևս լեզուն փոխանցելու ժամանակ ադիգա անկիդակցաբար այս գործոնը իր վրա գիշխե եւ ադոր մասին կարծեմ թե պետք է շատ լավ մտածենք որովհետեւ եթե չգարենանք այս լեզուն արորիայի գիտության ինչպես կսեր բարոն Դակեցյանը այսինքն հավաքական յանքի ստեղծագործության հայերեն թող ռապ գրեն թող նոր ծևերը այսինքն նոր ստեղծագործության ծևերը հայերեն թողնեն եւ ադիգա պիտի ամենամեծ երաշխիքը հայերեն արևմտահայերենի պահպանման համար Երևս նաև մենք արիտ պետք է դանք մեր ունգընտիրներուն, եթե գուզեն հերացայնել, կապվիլ մեզի հետ եւ իրենք մասնակցությունը բերել, դամ հարցեր ուղղել մեր հյուրերուն 01 43 53 2074 Սակայն պիտի տվի ցեզի համար, բայց ես դակավին դժվարիս եւ առանց հաջուկի հայերեն ագական քրագանություն կգարտամ։ Ինչու, որովհետեւ առանց հաջուկի, մասա հաջուկի, այսինքն զորով շանկ տապելով հայոց քրագանություն կգարտամ։ Լա բանասություն լարցակ, սակայն 3 բացառություն կա, 3 քրող կա, որոնք ես իրապես հաջուկով գարտամ, անոնք են Շահնուր Վահե Ուշագան եւ Քևոր Կաջիմյան, որ դիգա շատ ճանաչված չէ Լիբանանի քրոմն ինչու որովհետեւ իրենց քրագանության մեջ իրենց ոճը որ մաչելի է ըստիս գամա բադասխանեն իմ սպասումից եւ նաեւ իմ մոդեցումս հայոց կյանքին նկատմամբ հայկական փորձառության նկատմամբ ադուրամար ասիգա գարզեն մեծ խնդիրը որ պետք է այսի շեշտներ այս ինչպես քրավիչ դարձնել այս ժառանգությունը այս քրագանությունը որովհետեւ կարենանք վահել եւ ստեղծագործել մեր դասային քրողին չեն կնար բացատրել հատուկ ինքը քրե որովհետեւ մաչելի տառնա յուրաքանչյուր ունի Բելեդյանն ալ շատ լավ օրինակ է այս մոդելը Տերևս նվազ մաչելի է բայց իր թրոշմը ինքը հայերենի վրա իսկական թրոշմ գտնե որովհետեւ այս լեզվին դարբեր ծևերուն դեսակը այսինքն գարժևորե քրագանության մեջ տնելով գարժևոր է եւ այս բան մակրամոլ հոսանքին թեմ գերտա հարկված քրող լալով ուրեմն դա շատ կարեւոր է բայց այդ մակրամոլները նաեւ պետք է արժե զրկել իրենց աշխատանքի մեջ կամ իրենց էության մեջ որովհետեւ այդ մակրամոլությունը վատ բան չէ բարձրապես ընդհանուր այս իրավիճակի մեջ այդ մակրամոլները գտվին լալ քիչմը լուսանցքի վրա այսօր որովհետեւ այնքան վատ սերական դրական գործածողներ կան որ այդ մակրամոլներուն ճիղերուն գզարնի երբեմն եւ իրավացիորեն բարձրապես կամ բարեր կամ որոնք այսօր այնքան սովորական են հայերենի մեջ կարելի է գործածել բայց ակսիդան եղավ այսօր բայց ակսիդանին հայերենը կա կամ չգիտեմ ինչ եղավ այսօր կամ մակրամոլության հարց չէ ես այս երևույթներու մասին չէի ասած մաքուր հայերեն որ գսենք մաքուր հայերեն խոսեցեք այդ արտահայտությունը ինչ է մակրամոլությունն է իսկ մակրամոլները ինչ կբանչեն ուրիշ
Չէ, շատ ավելի բաներ կան, գիտեք, Այսինքն ծևերու լեզվեն մասին ինքը կամ ինք պետք է լա կամ պետք չէ լա, այսինքն նրբություններ, որ իսկապես նույնիսկ իսկապես ես Լիբանանի մեջ կտեսնեմ, որ ամեն մեկը կլսե մյուսին եւ նույնիսկ, այսինքն ինձ համար բոլորը շատ լավ հայերեն կխոսին, բայց ամեն մատ կվախնա, որ մյուսին արջև սխալ մնե եւ քանի մը դբրոցներ կան, որ ուրեմն մեգուն պիտի դեվիս կամ մյուսին անուններ չեմ ուզերսել, ուրեմն այս կացությունը Բայց բարեփոխություն է, որ այսպիսի նաև զրույց, այսպիսի նախանցախնդրություն, բծախնդրություն կա։ Եթե չլար բիդսենք ուր են այդ Ճիշտ է, մակրամոլները։ այսինքն շատ լավ է, որ այս երևույթը գա, որովհետև ադիկա կփաստե, որ իսկապես հայախոս քաղուտ մնե եւ այս խավն ալ գա։ Բայց կմտածեմ, թե երբ կմտածենք հայերենը փրկելու մասին, փրկելը գրնա շատ ուրիշ ուղիներով անցնել եւ դերևս այս մաքուր հայերենը առաջին տերքին պետք չէ գտնվի, այսինքն Նայած միջավայր երևի։ Այո, այո։ Լավ, ես կուզեի խոսել անպայման Հայաստանի պետության պատասխանատվության մասին, այսինքն եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարած է, որ մեր այս սիրուն լեզուն վտանգված է, եւ մենք իրոք կտեսնենք, որ ամեն օր որ վտանգված է, մեր պետությունը նախանցախնդիր է Կարապետ Տակեսյան, ըստ էզի, մշակույթի, ունենք մշակույթի նախարարություն, ունենք գիտության եւ գրթության նախարարություն, ունենք հատկապես սպիրկի նախարարություն։ Ես կսկամ ամեն անգամ, որ Հայաստան գլամ, այն խզումը, որ կոյացած է վերջին 80-90 տարիներու ընթացքին, երկու հատվածներու միջև նախկին ասենք որ վարչագարքի նախկին քաղաքապարախոսության եւ արևմտյան սպիրկի գոյության հետ փոխհարաբերությունը սածատենս ես նկատի չունիմ այցելությունները, այլ պարզապես Հայաստանի համար սպիրկյան պատմությունը ինչ նշանակություն ունի հայ իրողության մեջ։ Այսօր պատմական քննարկումը չկատարված, ես միշտ նկատի ունիմ դասակարգերու բարական, որ կարող է հայաստանցի երեխա գիտնա թե սպիրկնալ իր պատմության մեկ մասն է եւ այնքան կարեւոր է, որքան կարեւոր է Հայաստանի պատմությունը եւ փոխադարձաբար սպիրկի համար նույնպես։ Հոգեբանական այս գործոնը որոշիչ կտեսնեմ բոլոր կողմերու համար մեր միջև կոյացած տարբերությունները որոնք պատմականորեն կոյացած են, մեզի համար առիթ մնե, որ ես կհակադրվիմ մյուսին, որպեսզի ես իմ ինքնությունը սահմանեմ։ Ողջ թե փոխանակ այս վիճակին վեր դուրս եկող նորացև մտածողությունը ստեղծվի։ Օրինակ, Հայաստանի մեջ շատ տարածված է եւ այսին ազնվորեն մեզի կթելատրեն քիրք ունիք, քիրք պատրաստենք եւ բայց քիրքը միայն հայթբրոցի կամ սպիրկի կոյադեման հետ առնչված կորձոններն մեկն է միայն անշուշտ է քիրք պետք է բայց սպիրկի պայմաններու մեջ քիրքեն անտին ահագին բարդություններ կան որ այդ բարդությունները պետք է յուրացվին նաև Հայաստանի կողմը որովհետև քիրքը երբ կա երբ որ հավաքականությունը ինչպես որ քիչ առաջ խոսեցանք կարդա այդվի լեզվով որ ունի բազմաշերտ է parole կա խոսքը կա որ կսնուցանե ամեն տեսակի լայն տարբեր մագարտակի հայերեն, բայց սպիրկի մեջ նման բարակակոյություն չունի։ Այլովի պետք է մտածել։ Ես կկարծեմ, որ համալսարանի մեջ իսկապես լրջորեն պետք է ստեղծվի աշխատանքներ, փոխանակում կատարվի սպիրկի երևույթներու եւ Հայաստանի վիճակի մեջ, եւ հոն կարողանան գիտնականներ, մասնակիցներ կան եւ սկսին կամաց իսկապես հաստատված հիմունքներու վրա պատկերացման աշխատանքը շարունակել։ Այս կթերանա, այս կպակսի։ Ուրիշ տեղալ այդ հնարավորությունները չունենք, որովհետև բոլոր մեր սպիրկյան հաստատությունները փակված են, թշպախտաբար մեծ հաստատությունները, որոնք ակադեմիկ աշխատանք կդան իրանք հաշվաբանական հաշիվներով փակեցին, ուրեմն խոսքը այստեղ հիմնական Մելքոնյանի մասին։ Միայն Մելքոնյանը չէ, այսինքն Մելքոնյանը աղետմն է, որուն հետևանքները ամեն տարի ավելի լավ պիտի իսկանք։ Դիկրան Իգարյան, նախքան ձեզ հարց տալը ունենք ունգընտիրը մեզի հետ, ուրեմն գլսենք, ալո։ Ալո։ Հրամեցեք։
Բարև ինձ է։ Այո, Ուրեմն երեք կետի շուրջ պիտի խոսիմ, ուրեմն գարձեմ թե իմ անձնական գարձիկս է։ Հետաքրքրվեցած նյութի մասին շատ կարևոր նյութ բաներ, որ մինչև հիմա ինձ գմդահոգ էր։ Ուրեմն ես ձներ եմ Դամասկոսի մեջ։ Դամասկոս հայկական դպրոց չի գա։ Ուրեմն մինչև նախագահարան հայկական դպրոց հաջախեր եմ, յետքը օդար դպրոցներ կացել եմ։ Ուրեմն նույնն ալ եղավ Փարիզ, երբ որ Փարիզ բնակեցա, երկու աղջիկ ունիմ։ Երեք կետ կա, որ շատ կարևոր են։ Առաջին կետը, որ միշտ մոդիկ չենք հայկական դպրոցներուն, մոդը չենք ապրիր։ Ուրեմն հերավորության պատմությունը կա, որ գրնալալադի ավելի դարբեր ծևով լուզեցինք, որ շաբաթօրյա դպրոցներ արգեցինք բզիկները։ Բայց կարևորը ադի չէ, կարևորը դպրոց կերտան գաջախեն գուզեն որ հայերեն սորվիլ, որտեղ մենք իրենց կսենք որ շատ կարևոր է հայերեն խոսիլը։ Սակայն կարևոր մասը այն է, որ չենք կրնար որ հետաքրքրել մեր զավակները հայկական նյութերով։ Օրինակ դարիք մգա որ մեր զավակները պետքություն ունին հերոսներու, հայ հերոսներու։ Ես կհիշեմ, երբ որ երդասարդ էի, հայերենը ինձ հետաքրքրեց, երբ որ սկսա հայ հերոսներու հետ մասին գարտալ եւ կոնտեմպորան հայ հերոսներ, ոչ թե Սասունցի Դավիթի մասին օրինակ։ Այո, ինձ նյութ օրմը լսեցի գարտացի Սասունցի Դավիթի մասին, սակայն յետքը մեր հեղափոխական հերոսներ ունեին, ադոնք ավելի ինձի պապակը ստեղծեցին իմ մեջս, որ հայերեն գարտամ։ Օրինակ մդամ, օրինակ հիմա հայ կրող մգա, որ գայդա կրկրե երդասարդներուն, որ ֆրանսացի է, տաղադանքան անունով հերոսմը ունի։ Ադոր թարգմանությունները չի գան, եթե գրնալ տեսակ թարգմանությունները, լամբզիկները ֆրանսերեն գարտալ դեղ գրնան սկսիլ հայերենով գարտալ ասպատմությունները, ինչպես կփորձեն որ անգլերենով գարտալ նույն պատմությունները, քանի որ հերոսը իրենց կհետաքրքրե։ Յետքը հերադեսիլի նյութ մգա, պատմություն մգա, քանի որ երբ որ արևելյան Հայաստանի հերադեսիլը բանանք, մեր անշուշտ սպոսանքի շրջանին, կամ բարաբիհատ շրջանի ադենիս, արևելյան հայերեն գլսենք։ Գես գասկնար, գես չենք ասկնար, զավակներ սալ չեն ասկնար, գսեմ որ ասինչ տեսակ հայերենը չենք կնար որ ասկնար։ Գրնալալ պետք է հերադիսիլի պատմությունը նյութը լավ որ կարևոր է շերդելու համար իրենց խոսելու գերբը։ Յետքը երրորդ կետը ուրեմն հայկական միջավայրերը շատ կարևոր են, ինչպես որ խոսեցաք նյութին մասին։ Գլսեք կոր։ այո։ Ուրեմն բայց դժբախտաբար շրջաններ կան, դարիներ կան, որ գարելիությունը ունին օրինակ հայկական շրջավայրը ինչ է։ Կոլոնիները դարիներ կարողություն ունին կղրգելու, դարիներ կարողություն չունին կղրգելու, որտեղ կորձերնից չի ներեր։ Ուրեմն եթե երկու զավակ ունենք կամ երեք զավակ ունենք, ինչպես իրենը as ծնողքը, որ 4-5 հազարի համար բյուջեմ պետք է դրամատրե։ Սա օրինակ է որպես մեկ միջավայրի, բայց միայն կոլոնիով իհարկե չի վերջանա։ Անշուշտ օրինակները մեկն է։ Յետքը կարևոր հայկական միջավայր ստեղծելն է։ Յետքը ես երբ որ երդասարդ էի, միշտ կլսեի, որ Գյուլբենգյան հաստատությունը բաներ բյուջե կդրամատրե երդասարդներուն, որ գուզեն շարունակել իրենց ուսումը։ Բայց հիմա գարձեմ թե տարը փոխվեցավ։ Ուրիշ տեսակ ուրիշ ծևով պետք է մոդենան հայ երդասարդներուն, որ դարիքնին այլևս դարբեր է դարիքը, որ ժամանակին գուզեին օգնել։ Օրինակ հիմա այդ դարիքները, որ գեդակրկրե եւ մեր զավակները գսկսին հայերենը ընդունել ինչպես ոչ թե արասպելական ռեզու, կամ թե
խոսված vivant լեզումը պետք է 9 տարեկանին սկսին այլևս հետաքրքրվի երիտասարդներուն։ Եվ ոչ թե միջին արևելքի երիտասարդներուն, կամ այլապես այդ օքսիդանի օրինակ իմ զավակներուն դարիքին երիտասարդներուն իրենց ստեղծել այս իրենց արասպերական հերոները, որ մեր ունենք շատ բաներ ունենք։ Շնորհակալություն, կարծեմ ձեր բացատրությունները հասան։ Շնորհակալ եմ, որ լսեցիք, եւ մենք ենք շնորհակալ։ Պատասխանները անշուշտ պատասխան չեմ ստացել, բայց գարդեցի, որ գնամ իմ մասնակցությունից բերել։ Շատ լավ, մենք հիմա նաև գարձիկը կսպասենք ծեր մեր հյուրերուն, մեր ունընտրի ասածի նկատմամբ, որ ճիշտ էր Իքրան Իգավյանն ալ գիտի առաջ խոսեցավ հեռուստադեսություններու մասին եւ ադորամար հարց կուտայի մշակույթի նախարարություն, սպիրկի նախարարություն, որ եւ որ խոսենք մեծ լուծումներու մասին, հավասիկ սա փոքր լուծում մնի, որ մենք ունենանք ինչպես որ կար պահմը արևմտահայերենով լուրեր համեգով եւ հիմա այլևս չկա, այսինքն առնվազն սպիրկահայը այդ ճամը կսպասեր եւ գիտեր որ օրը 3 անգամ կարելի էր, ինչու չկա, այսինքն այդ փոքր բյուջեն Հայաստանի ռադիո հեռուստադեսությունը չի գտնար բահել որբեսի, այսինքն սա նաև վիրավորական է սպիրկահայու համար, արևմտահայերեն խոսողի համար, որ մեկ հատ փորձեցին, վերջը տեսան, որ պետք չկա, ադալ ավելորդ է մեզի համար, մենք կետրոնանանք մեր սերիալներու վրա։ Այս խնդիրն է։ Պարոն Դակեսյանը շատ լավ շեշտեց այս խնդրի շուրջ ըստիս երկու գետեր կան, մեկը հոգեբանական, մյուսը նյութական, քանի մի տարի առաջ Տիկին Հրանուշ Հակոբյանը սպիրկի նախարարուն այցելած էր Արժենտին, ոնց հանդարտացավ, որ հայախոսության լուրջ նահանջ կար եւ որոշեց այդպես դասակիրք մեզ ստեղծել Հայաստանի մեջ, ինչ որ ըստիս անժորնի կղավար մներ, քանի որ Արժենտինահայության բնորոշ գծերը չեն հաշվի առնել, այսինքն օդի մեջ, այսինքն իմաստ չունի։ Երկրորդը դրական գետը այն է, որ Հայաստանը հետը դարձավ գրավիչ վայր, հանդիպման վայր ամայն սպիրկի դասարտության, որոնք այլևս իրեն ժողովներ կքումբարեն մայր այրեղինի օրի վրան, ըստիս ասիկա շատ կարևոր կետմն է, որ թե կաչալերը որ հայերենը այսինքն մագարտակը զարգացնես, որպեսզի այս լեզուն դառնա աղորդման լեզուն, ոչ միայն այսինքն խոհանոցի լեզուն, երկրորդ անշուշտ անպայման ներդրում ընել ներկայիս լրատվամիջոցներին վրան, այսինքն ունենանք ինչու՞ չէ նոր տեսակ հեռադիսիլմը, որ լա France 24-ին օրինակը, որ աղորդեն մեր ոչ միայն Հայաստանի, ոչ միայն գաղութային լուրեր, այլ նաև սպիրկի կողմեն վերլուծումներ պետք է հաշվի առնել եւ ըստիս ասիկա շատ կարեւոր, այսինքն քայլ պիտի հանդիսանա, որովհետեւ հայերը ունենան իրենց soft power, այսինքն որովհետեւ հայերը ունենան ոչ միայն ըստելիք ունենան իրենց ասյող նաև օդարների, բայց բարակային, բայց զուգահեռաբար նյութը հայերեն լեզվի մասին է, շատ խոսերիկ բան գա այս նյութի շուրջ, մենք վերցնենք երկրորդ հեռախոսազանգը, շարունակենք, բայց մեր առաջի ունգընտրողը, որ հեռացային հետ, խոսեցավ օրինակի համար բյուջեներու մասին, գիշեմ ժամանակին Մելքոնյան ուսանելու համար այսինչ կազմակերպությունը Թրամփ գուդար, Հայաստան երթալու համար Թրամփ գուդար, եւ այսպիսով է նաեւ որ միջին արևելքի մեջ մարդիկ կրսան Հայաստան երթալ, որտեւ միջին արևելքի մեջ հայկական համալսարան չկար, իսկ եթե այսօր կա Հայգազյանը, բայց շնորհիվ այդ մագարտագին որ եւ վերադարձը այդ մարդկանց դեպի Բեյրութ, Սուրիա եւ այլն, այդ միջավայրը ստեղծվեցավ որոշ գիտական, մասնագիտական նաեւ ներդրում ապահոված լալով։ Այսօր այս խնդիրը եւս կա, որ ֆրանսահայը կրնա ֆինանսավորվել, որ երթա 4 տարի ապրի Հայաստան ու վերադառնա Հայաստան ինչու նաեւ Բեյրութ, նաեւ Հալեբ, եթե Հալեբ մնացածը լար։ Այդպես։ Լավ, մենք ուրեմն պատասխանենք երկրորդ մեր ունընտրին, ալո։ Հրամեցեք։ Մեկ պատգան։ Ցայնը կոչեցի, այո, հրամեցեք։ Բանակը գա որ հայրեն գարտալը դերևս շատ ավելի կարևոր է հայրեն խոսիլը գարտալ եւ հասկանալ իհարկե, քանի որ եթե դուք հայկական միջավայրեն հերանաք, եթե հայրեն քիրքեր ունիք, գրնակ փանալ գարտալ
եւ ծեր հայրենը չմոռնալ։ Եթե դուք ծեվոմը միջավայրեն հայկական միջավայրեն հերացակ եւ ադիթ ճուդիկ խոսելու բոլորովին գմորնակ հայրենը։ Այս ուրեմն ասել։ Շատ շնորհակալ ենք։ Ցտեսություն։ Այստեղ խնդիրը շատ բարձ է, եթե արդեն պիտի հերանանք դունեն դեղ երտանք, որ հայերեն խոսող չկա, բայց հայերեն գիրք կարդանք, կնշանակի արդեն որոշ մագարտակ ունենք, ամենամտահոգիչ երևույթը սա չէ, եւ մտահոգիչը երևի այդ մեր աբակա սերունդը այսօրվա երդասարտները բերել դեպի հայերենի, ասենք, նվազագույն գիտելիք փոխանցելու մասին չէ այսօրվա մեր զրույցը, այլ այնպիսի մագարտակով, որ կարողանանք հայերեն խոսակցիլ, դարբեր գաղութներ երթալ, հայերեն գարտալ եւ ինչու՞ չէ նաեւ հայերենով ստեղծագործել։ Ոչ թե միայն լեզվի մասին է, այստեղ նաեւ հայերենի իմացության իման վրա հայկական ոգիով ստեղծագործել։ Քիչ առաջ խոսքը եղավ մանկական գրականության մասին եւ թարգմանություններու մասին, ես պիտի ասեի, որ փոխանակ այս տարադոնկաներ ինչեր թարգմանել հայերենին, դերևս պետք է գտնել նոր ժամանակակից հերոսներ, որոնք ուղղակիորեն հայերեն գրված են։ Ինչու՞ չէ, բայց այս օրինակը շատ լավ է։ Այո, լավ օրինակ է, բայց եթե թարգմանությունը լա ուրեմն միշտ հայերենը կմբռնվի որպես, այսինքն հայերեն սորվելու համար է, որ պիտի գարտած, քանի որ ասիկա գրնաս ֆրանսերեն ալ գարտալ։ Բայց ժամանակին օրինակ դժվարականները Վիկտորիկոյի փոքր ժամանակ մենք գարտացած ենք հայերենով։ Եվ որ ֆրանսերեն չենք գիտեր։ Ուրեմն հայերենով գարտալ միջազգային գրականություն շատ կարևոր է։ Շատ կարևոր է, հարգավ, բայց այսօրվա մեր մտահոգությունը այն է, որ ֆրանսերեն գիտող երեխաները հայերեն գարտան, որբեսի դերևս ուրիշ բովանդակություն մը գտնեն, ուրիշ բան գտնեն, իրենց էության ուրիշ մասի մը խոսող այսինքն եւ գա քիչմը այսինքն ընդանուր սպյուրքի մեջ մանկական գրականություն նոր գա ես այս վերջերս բզդի քիրքը ինձ նվիրեցին կարծեմ թե դերևս այս ուղությամբ լավ գլակաչալերեն որբեսի այսինքն Անահիտ Սարգսյանն ալ իր ստեղծած մանկական քիրքերը ունի որոնք իրենց ոճով դարբեր են այսինքն բաժեն մչե ուրիշ բանի մը որ միայն լեզուն դարբեր բիդելա մենք հիմա այս միջոցից le petit Nicolas գտարքմանենք արև մտահայերեն որ 2-3 ամիսեն բիդի լույս տեսնե ունասիկալ մանկական հետաքրքրական մոդեցումը բայց կարծեմ թե բնորինակը հայերեն լալը պետք է մեր նպատակը լավելի Այս շաբաթը վերջին Սփյուռքի նախարարը Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիայի, այսինքն կրնալալ որ ծեր նաև գոչերը լսելի դառնան, որովհետև իսկապես մտահոգություն է, որովհետև Սփյուռքը այլևս Սփյուռք չէ, Սփյուռքը նաև Հայաստանի հետ առնչված է 70-ական թվականները չենք։ Այսօր պետությունը պետք է դոկտրին ունենա Սփյուռքը ոչ թե որպես միայն լեզու Արեմտահայերեն պաշտպանելու համար, այլ վաղվա սփյուռքը ստեղծելու, այն սփյուռքը, որ պիտի Հայաստանին պաշտպան կանգնի, զորավի կանգնի, ներդրում ապահովի, եւ նաեւ այն սփյուռքը, ուր արդահոսքը հայաստանցիներու պետք է նաեւ նկատի առնի, այսինքն անկադրման ստեղծի, այդ մարդկանց տեղ ապահովի, այդ մարդկանց ներառնի հայկական իրականության մեջ, սփյուռքյան դոկտրինի բացակայություն կա այստեղ, սա է ամենավտանգավորը։ Պարոն Գաբրիելյան, ներողություն այս պիտի շարունակեմ ձեր այս միտքը մեր պատմության մեջ առաջին անգամը լալով սփյուռքի հայ բնակչության թիվը մայր հայրենիքի վրա ապրողներուն 4 անգամը եղավ ասենք բան չէր տեսնված իսկ արևմտյան սփյուռքի մեջ ինքնության գորուստի համեմատություններ մաթեմատիկական ճշգրտություն ունեն այսինքն եթե ընտանիքը կուքա Հայաստանեն, Իսպանիան կամ Պորտուգալեն եւ որ դանը մեջ իրենց մայրենի լեզուն կխոսին ընտանիքի անդամները հաշի վրացեն որ 50 տարի վերջ 90-100 մայրենի լեզու խոսող ընտանիքին միայն 50 տարի վերջ 8 կամ 500-ը կխոսի իսպաներեն մեր ընթացքը ամենամոդիկ մեր շրջանակներու թիդարկումներով տարբեր չէ այսինքն Ավասիկ բակալորիայի հարցը ստեղծվեցավ, սերնդափոխության հետ միասին հետաքրքրությունն ալ նվազեցավ։ Այսինքն ասիկա բան է գործընթաց մնե, որ մեզի նպաստ չաշխատիր։ Կնշանակե որ 7 միլիոն եթե հայ կա, բարձունակ համեմատությամբ ես 50 տարի վերջ առավելակույն 1 միլիոն պիտի մնամ։
Եվ մեկ կողմեն, եթե ասել որ Սփյուռք Հայաստան հարաբերությունները ռազմավարական են, ուրեմն ռազմավարականին խովանթակության համապատասխանող նոր քաղաքականության մգերտման կենսական անհրաժեշտությունը կա։ Մեր այսօրվա խոսակցության հետ այս ասածները սուղագինի չունին, բայց վերջին հաշվով կապված են, ինչպես որ դուք նշեցիք, որ Հայաստան եւ Սփյուռք հարաբերությունները ինչ հիմունքի վրա պիտի լան, նախկին գաղաբարներուն նման հովանավարող հպատակող հարաբերություններն դուրս արդի կյանքի համապատասխանող ուժական կետրոններ ու ստեղծումը, ասիկա մշակութային, տնտեսական, գիտական վերաստեղծման գարիքը կա։ Այստեղ նույնիսկ այսինքն քերագայության գարկ չկա այս հարաբերություններում մեջ, որովհետեւ առնվազն նույնիսկ եթե ընդունելի չլա, բայց Հայաստանը ասե որ ես կուզեմ որ արեմդահայերենը ահավասիկ այս ցևով զարգանա եւ ես այս միջոցները գտնեմ ցերկերում մեջ։ Սա եւս չկա։ Մենք վերցնենք վերջին հերախոսազանգը։ Ալո։ Եթե կարելի է մեզի հերախոսազանգը փոխանցեցեք, սիրելիներ Լիանա։ Հերախոսազանգը եթե կարելի է փոխանցեցեք։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Հրամեցեք, այո։ Ես շատ բարձ հարց ունեմ հայտնելու, ուրեմն լեզվի մասին, որ կուզենք սովորացնել երեխեքին, պիտի իմանանք, որ արևմտահայերենը 6 հատ հնչյուններ պակաս ունի։ Եթե բախտadենք իհարկե արևելահայերենով։ Ճիշտ եք։ Ինչ եք անում, ինչ եք մտածում սրա մասին։ Շնորհակալություն։ Այս խնդիրը միշտ կա, բայց մեր այսօրվա թեմայի խնդիրը չէ։ Չէ, կարելի է պատասխանել, որովհետեւ մեր ունգընտիրը անպատասխան չթողնենք, այսինքն կա տարբերություն հնչյունային առումով երկու լեզուների միջև, թերևս թարերը ի վեր, որտեղ խոսեցան քիչեր է, որոնց դեմ ներիկ չունենք։ Փաստ մնե։ Եվ այսինքն լեզվի մեջ շատ տարբերություններ կան, ասոնք երկու տարբերակներու միջև տարբերությունները մեկն է։ Հունարենը որքան որ գիտեմ ճշգրիտ չեմ իշեր 23 կամ 24 քիր ունի, չէ՞։ Այո, եւ նույնպես, այսինքն արոկանության շատ մեծ տարբերություններ Երևան եկած են պատմության ժամանակ, պատմության ընթացքին եւ ասիկա արկերպը չեղա որ Հունաստանը ստեղծ է աշխարհի փիլիսոփայության հիմքը։ Հարցը հնչույթի արևել կամ պակասլալու հարց չունի, խնդիրը այդ լեզվով ես ինչ կստեղծեմ։ Ընթիրոս Բարձրապես մտահոգությունը գրնա դեղին լալ այն առումով որ ավելի հարուստ հնչյունային համագարկը ավելի եւ այբուպենի յուրաքանչյուր քիրի հետ համապատասխանելություն ավելի դրամապանական գտվի իսկ եթե մարտիկ մանավանդ օրինակ համար հայաստանցիմը ինքս եթե ինչու պակաս ինչու քիմը եւ կեն նույն ցևով գանչեք մեզի համար տարօրինակ է ընդունելի մտահոգություն է որուն նաեւ դերես պատասխանը բիդի երբեք չգտնվի որովհետեւ այդպես է եւ այդքա չի խանգարել որ բացարիք գրականություն բացարիք այսինքն արևելահայը ինքը զարմանա որ ինչպես կարող եք զանազանել այս երկու քիրերը ադոր համար նաև դբրոց կա որբեսի այդ եւ նաև փոխանցում կա որբեսի կարողանանք այդ ճիշտ է որ ուղղության համար դժվարություն մնա հավելյալ դժվարություն մնա արևմտայերեն խոսողներուն համար հուղակրական դժվարություն կմնա այո բայց չզարմանան արևելահայերենով խոսողները կամ Հայաստանին եկողները որ անտերի ուղղակրություն կարելի ունենալ հագարակ այդ հնչյուններու բագասին լավ մենք կարծեմ չավարտեցինք այս զրույցը երկար զրույց է, բայց արիթը ստեղծվեցավ անգամ եւս մտահոգություն հայտնելու լուծումներ չբերելու, որովհետեւ սա միան զրույց էր եւ ես ադոր համար Անահիտ Ավետյան թեզի հարց կուտայի, որ գա միջավայրը ուր կխոսվի լուծումներու մասին, բացի քննարկումները եւ մտահոգությունները ափսոս գտվի որ դեռ չենք հասած այն տեղը որ թե Հայաստանի հետ կամ առանց Հայաստանի պետության մենք կարողանանք Սփյուռքի մեջ մեկ գաղութ կամ մի քանի գաղութ միասին մեկ դբրոց կամ մի քանի գրթական համագարկեր անհատներ եւ համախմբումներ միություններ կան այն եզրակացության որ ահավասիկ եկած է բահը թեգուզ 20 տարվա ծրագրավորումով որ մենք սկսենք անել այն ինչ պետք է որբեսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մտահոգությունը այսինքն որ արևմտահայերենը արդեն վտանգված լեզու է բարադենք եւ մենք կարողանանք զարգացնենք մեր արևմտահայերենը եւ դարձնենք անգամ որքան կարելի է կորցածական լեզու բոլորիս համար
Շնորհակալություն Գարավիտ Տակեսյան, շնորհակալություն Անահիտ Տոնավետյան, շնորհակալություն Դիկրան Եղավյան, շնորհակալ ենք բոլորիդ, որ հետևեցաք մեզի եւ հեռացայնեցիք։ Ցտեսություն։ Carte sur table. Une émission proposée par Hype FM.